Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Փոքր երեխուց բռնցած մեծից վերջացած։ Էդի բոլորից հարցն է, եթե հարցի լուծում չեն տալու, մենք ճանապարհը փակելու ենք 100%։ Բոլոր տամոժնիները ու ոչ մեկ չի կարող մեզ ասի, գիտես ինչ կա, հանենք, ինչ հիմար հանենք։ Հանենք, որ հարցի լուծում չստանանք, սաղ նստենք տուն, երկրի թողենք կործանվի, ինչ հիմար։ Վարդանյան Վարդան։ Ինչի համար են փակել, այդ օրն իմացել եմ։ Քարտը ձեր բանկային փակվել է, դրա իմաստով։ Հա։ Բայց ինչ կապ ունի քարտը դրա հետ։ Մենք չեմ կարող պատասխանել։ Իրանք այդ քարտին վրա են գալանքել։ Բացական քարտը, դրա համար իրանք երկրի քարտն է։ Այո։ 5 տարի։ Գազեն ինչ անգամ իրա papan գնացել է, հետ են տվել տամուժնում։ Ասել են 5 տարով փակած է ճանապարհը։ Իրա հայրիկը։ Այո։ Դուք այդ մասին չեք իմացել, որ մինչև 90 օր կարող են գնալ։ Չէ, չեմ իմացել։ Ամեն անգամ հարցերն են պագրանիշներ պետքափողին, ասել են ձեր չի վերաբերվում, դուք տրանզիտ մտնում դուս եք գալիս։ Բայց էդի վերաբերումը ակածը մեզի։ Կորոնայի ժամանակ, որ կորոնա է, սաղին փակին, բայց մեզի չփակին, այդ մեզի չվերաբերված։ Այդ ինչ եկա, որ 90 օր վերաբերված։ Խի, կորոնայի ժամանակ ոչ մի բեռնափոխադրում չի կանգնել։ Հունվարի 1-ից օր եք փոխվել այս տարվա։ Կորոնայի ժամանակ էլ հրաման եկա, որ մուտք ու ելք պետք է չլինի, թե տուրիստ կլինի, թե կետաց աշխատանքի, մենակ բեռնափոխադրում դա գնաց է եկել է։ Հիմա դրա պարզաբանումը ձեզ նույն էկոնոմիկայի նախարարը տվել է, ինչով է պայմանավորել, որ անցակետում նույն մարդը որ վերաբերում, հիմա դարձել է որ պետք է զբաղվեն մեզանով որ պատասխան տան, չէ՞։ Ես 2 տարի մենք մոդեն մենք հարց ենք տալիս, շատ բաներ ենք հարցնում, ու իջև մի պատասխան չենք տալիս, զբաղվում են, ինչ ձև են զբաղվում, որ մենք իմանանք։ Մեզի ժամանակ, կարճ կոմթե ժամանակ, ինչքան վաղտից է այդ հարցին լուծում եղնելու։ Մեզի պետք է ռեալ պատասխան, ոչ թե զբաղվել, իրանք ոչ մեկն էլ չի զբաղվում։ Էկոնոմիկայի նախարարը Հայաստանի այս դեպքում ով է, որ ինքը այդ հարցին լուծում տա, որովհետև դա Ռուսաստանի պետդուման է որոշում, թե Էկոնոմիկայի նախարարն ինչ արի Հայաստանի համար, մի հատ կարակ հարցից պատասխանեք։ Հարցնում թե ինչ պետք է անի։ Ես չգիտեմ։ Միջև անգամ մենք մտել ենք իրանց հետ հանդիպման, ասում են եթե չեք ուզում այդ ձևի աշխատեք, գնացեք վրացական համաներով, վրացական ֆիրմա բացեք, այդտենց աշխատեք, որ հարց չվճարեք։ Կառավարության աշխատող։ Այդ ինչ եք ուզում այս երկրի աշխատողներից, կառավարության, էն էլ կոչվում է։ մենք ասում ենք օրենքը Ռուսաստանում է։ Հիմա Հայաստանը ինչ պիտի անի, ինչ եք Կազախստանը ինչ արեց։ Կազախստանը ելան, ասի որ մեր շոֆերների վրա չազդի։ Ելան իրանք են ներկայացին Ռուսաստանին, Ռուսաստանը շոֆերների ճանապարհը բացեց։ Նույնն է պետք է մեր Հայաստանի ղեկավարներն ելնեն այդ նույնն էլ մեր ղեկավարներն ելնեն որ ասեն մեր շոֆերների վրա դա պետք է չազդի։ Մենք չենք գետալու աշխատելու, չենք գետալու հանգստանալու։ Մեծ հասելի։ Դուք որ սահման եք կազմում, այսինքն Վրաստան լաշով անի մի քաղաք։ Հա։ Ես վստահ եմ սահմանապահները հարցնում են ձեր մուտքի նպատակը։ Դուք ասում եք ինչի համար։ Մեր հարց որ մտնում ես հարցնում են առաջին ասում են ինչ ես բերե գրուզը ասում ես խոսքի կայնակ ինքը գրմա կայնակ որ դու բերել ես ուրիշ ոչ մի բան Նկատի ունեմ ձեզ չեն հարցնում չէ պետք է ռեգիստրացիոնը ասում եթե ուզում ես այսինքն բեռնատարի վաղորդ ուրիշ անցակետով անցնում Լեղկավիկն ուրիշ հա տուրիստն ուրիշ է ոչ տուրիստ ենք ոչ հանգստանալու ենք չգիտեմ ոչ աշխատելու ենք ոչ չաշխատելու մենք գնացել ենք մեր գործը անելու մենք դրա մեջ չպետք է ելնենք էլի այսինքն մեզ առանձնացնեն մենք այդում ենք մեր երկրի համար բեռ ենք բերում Մենք Հայաստանում Սահմանափակում չպետք է լինի ոչ թե Ռուսաստանում ինչ պետք է անենք որ 90 օրից ավելի կարող եք մնալ կա այտենց կարգավորում որ ոչ մի կարգավորում Արգելիս եթե ճանապարհը փակվում է մեր մեղավորությունն է արհեստական հերթ են ստեղծում մեր մեղավորությունն է Համաձայնները չեն աշխատում։ Մեր հա 170 օրը բավարար է 170 օրներ եղել է 170 օրը եղել է բավարարել է մի 90 օրը շատ քիչ է մոտարապես 7-8 ամիս հետո է դա սպառվում է բայց նկարագրեք ոնց որտեղ ճանապարհն ճանապարհը փակ է լինում ասենք Մոսկվա գնալ գալը ասենք 6 օր է տևում բայց մենք 20 օրում ենք գնում հետո գնում գալիս որովհետև ճանապարհները փակ է գալիս ես հերթ ես կայնում իջև հերթը հասնում է գալիս ես անցնում ես մի 10 քանի օր մենակ Ռուսաստանում մի անգամվա համար մնում ես Այսինքն 4 անգամ գնացիք 6 անգամ գնացիր եկա 6-7 անգամ գնացիր մաքսիմում էդի լրիվ սպառվում է դու էլ չես կարալու այդպես
նու 95%-ից դե տղեկին է, սաղինը անցած է։ Քանի մարդ կա այստեղ, որ բան ունի, մուտքի արգելք ունի արդեն։ Համայրս տեղով չէ, արգելք չէ։ 7-ից 120 օր եմ մնացել դե։ Նայեք, այս խնդրի համար տարեսկզբին Տիկին Բեժանյանը տեղյակ պահեց, որ սենց խնդիր է ալնելով, նու կառավարությունն էլ պետք է որ իրանք ոնց որ իրանց գործն է, էլի պետք է իմանան։ Ու այս հարցի մասին չեն զբաղվել, եկե հասել է այսօր արդեն մարդկանց բռնում են օրը 10 հոգու, 20 հոգու, ասենք բան է, Ռուսաստանի հետ միլիցիայի աշխատողների բանն է, կամքով է, էլի նայում են դեմքի խոսքի դեմքը դուր եկավ կարող է անցնես գնաս, դեմքը դուրը չեկավ կարող է սիմպաթիա է, էլի բռնել ասեք դեպորտ, կանչում են, հաշվում են, ասում են վсё, գնացիր տուն։ Բայց այս մարդը Եթե մի տարի առաջ զբաղվեին, խնդիրը սենց չէր սրա։ Որ զբաղվեն, դեն չէր լինի խնդիրը։ Ասում զբաղվում ենք, ինչ են զբաղվել, տարվա սկզբին որ իմացել են իրանք։ Նավով են կարում ստեղ բեր բերենք։ Ոչ երկար գից ունենք, մերը այս բանն է, այս մի ճանապարհն է։ Իրանք կարան դրա համար մեզ զիջեն ինչ որ բան, որովհետև ուրիշ ճանապարհ չունենք։ Եթե այս ամեն ինչ է խոսքի սենց շարունակվի, պետք է բլոկադա խփեն, վсё, բլոկադա է էսի։ Իրոքից էս բլոկադա է։ Ասենք եթե 10%-ն էլ աշխատի, չի հասցնել, ինչ ուզում են անեն, մենք էս մեր բեռները, ասենք կարող մենակ ալուր կարենանք, լավ հասցնենք ստեղ։ Այն որ խոսքի բանը սենց 9-1-1-ի նման բերեն ալուրը հասցնեն, որ ստեղ սոված չմնան։ Մեր բեռները չեն կարալու բերեն։ Կոնկրետ հենց հիմի որ նորմալ է, մենք ներկերման խնդիր ունենք։ Դուք ասենք կարող է չգիտեք, մենք դրա մեջ ենք, մենք մեր բեռները չեն կարում բերենք։ Ավտո չկա, վերևները, Մոսկվա, չգիտեմ, լիքը տեղեր, մենք ավտո չունենք, որ մեր բեռները բերենք։ Էսի վաբշե սենց, չգիտեմ, կոլապս ալնելու էլի։ Ինքը Արամ Շմավոնյան։